Հարգելի գործընկերներ, մասից կոչվածված համայնքի սերի բնակիչներ, հայրենակիցներ։ Այսօր մենք Դավիթ Համբարձումյանի դաշինք խմբակցության անդամներից կրկին վերահսկեցինք մեր միասնությունն ու համախմբվածությունը, մեր պատասխանատվությունը մեր ուսումնասիրության հանդեպ եւ ամենակարևորը համայնքի զարգացման շարունակականության նկատմամբ։ Անշուշտ չէ հասկացում, քանի որ Դավիթ Համբարձումյանի կողմից եւ նրա շուրջ ձևավորված թիմը չէր կարող այլևս դրսևորել իրեն։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիցը ինձ որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու եւ ընտրելու համար։ Շնորհակալ եմ։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Մասիս համայնքի անկախ ավականին Արամ Գասպարյանին, համայնքի ավականու պարտականություններին այսքան մեծ պատասխանատվությամբ մոտենալու համար։ Շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ։ Դավիթ Համբարձումյանից հետո շարունակել նրա գործը շատ բարդ էր ինձ համար, քանի որ նա տիրապետում էր ոչ միայն համայնքային, այլ համայնքում ապրող յուրաքանչյուր անձի անհատական խնդիրները։ Որքան էլ բարդ լինի, վստահ եմ, մեծ հպարտությամբ եմ շարունակելու աշխատել եւ իրականացնել զարգացման ծրագրերը Դավիթ Համբարձումյանի թիմի հետ միասին, որի մի փոքրիկ մասնիկն եմ նաեւ ես։ Մեր աշխատանքի արդյունքում Մասիսին պիտի զգա, որ նրա կողմից ձևավորված թիմը արժանապատվորեն շարունակում է կառավարել Մասիս համայնքը, կամ ինչպես Դավիթ Համբարձումյանն էր հաճախ ասում, ծառայում ենք Մասիս համայնքին։ Մասիս համայնքում տեղակայված տասնյակ հազարավոր Արցախից բնի տեղահանված մեր հայրենակիցներ պետք է շարունակեն զգալ իրենց այլչափ գնահատված, ընդունված, ինչպես Դավիթ Համբարձումյանի կառավարման ժամանակ էր։ Եվ մենք պարտավոր ենք նույն հոգատարությունը դրսևորել նաև մեր Արցախից բնի տեղահանվածներին։ Եթե չկարողանանք ապահովել այս թվարկածներս, մեզ չի ների միայն մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, սակայն վստահաբար ասում եմ, կարող եմ եւ պարտավոր ենք։ Ինչու եմ վստահ կամ գուցե ինքնավստահ ասում կարող եմ շարունակել։ Քանի որ 2016 թվականից ես եւ իմ ընկեր, իմ ղեկավար Դավիթ Համբարձումյանը փոխ-փոխ ենք եղել, աշխատել եւ փորձել լուծել անլուծելին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Համբարձումյանը եւ եւս մեկ անգամ ծափարել նրա մարտեսակի համար։ Եվ վստահ եմ, շուտով կհաղթի արդարությունը, եւ մեր կառավարական ընկերը կհայտնվի ազատության մեջ։ Պարոն Համբարձումյան, իմ ընկեր, իմ եղբայր։